Մարդիկ տարբեր են, ու այդ շատ սիրուն բան է իրականում։ Իրենք նախընտրեցին դա անել Հայաստանում, որտեղ այստեղ կստանային ավելի շատ որակ ու կունենային ավելի էժան աշխատուժ։ Ես օրինակ չեմ տեսնում, չգիտեմ դու տեսել ես թե չէ, որևէ ծրագիր, որ այնպես անում, որ հայը մնա Հայաստանում։ Ինչ անեն, որ իրենց CV-ն աչքի ընկնի, որ ուղղակի ինչ-որ շորթլիստի անելուց դուրս չմնա, որ Ես միշտ ասում եմ, որ մենք հայկական շուկային վերաբերում ենք որպես ավարտված պրոյեկտ, ու ասում ենք մենք հաջորդ Silicon Valley-ն ենք։ դաշան հարցես բարձրացնում։ Դադարենք այստեղ։ Ինձ թվում է Հայաստանում աշխատանքին, գործի ընդունվելուն ամուսնանալու նման են վերաբերվում։ Տոքսիկա, որովհետև նույն միտքը չի արտահայտել ոնց դու, թե տոքսիկա, որովհետև բամբասում է, ինչ որ մեկի ռեպուտացիան փորձում է գցել կազմել։ Ինտերվյու անցկացնողը հակված է ընտրել իր նման ինչ որ մեկին։ Տեք ոլորտից դուրս էլի կան հաջողակ մարդիկ։ Ամեն օր հազարավոր մարդիկ դիմում են տարբեր տեղեր աշխատանք գտնելու համար, հույս դնելով իրենց կարողությունների եւ մարդկանց օբյեկտիվ որոշումների վրա։ Բայց Դանիել Կանեմանի հետազոտությունը ասում է, որ մարդկանց որոշումները հաճախ արագ են, ինտուիտիվ եւ նաեւ կողմնակալ։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչքանով է սա տարածվում նաեւ tech recruitment-ում, տաղանների ներգրավման process-ում եւ արդյոք կազմակերպությունները միշտ ընտրում են այն տեխնացուին, ով օբյեկտիվորեն ամենալավն է այդ պահին, թե նրան, ով այդ պահին թվում է ամենաճիշտը։ Զրուցելու ենք Միտթոլ կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տաթև Բլբլյանի հետ։ Ողջույն Տաթև։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, մերսի։ Անցնենք դուի։ Անցնենք։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, քանի որ դրսում այսօր մի քիչ ցուրտ է, թեյի շուրջ զրուցենք ու փորձենք բարձել այս մասնագիտության առանձնահատկությունները, ու քանի որ իմ լսարանը հիմնականում այն մարդիկ են, ովքեր նոր են սովորում տվյալագիտություն, ծրագրավորման տարբեր ոլորտներ, իրենց համար կարծում եմ առավել օգտակար կլինի հասկանալու աշխատաշուկայի հիմնական պահանջները։ Ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ինձ կարող եք օգնել ձեր լայքերի եւ բաժանորդագրությունների միջոցով։ Խնդրում եմ ստուգել, եթե մինչև այս պահը դեռ բաժանորդագրված չեք, հենց հիմա բաժանորդագրվեք, լայքեք եւ շարունակեք դիտել։ Մի ուսումնասիրություն էի կարդում, որտեղ ասվում էր, որ կազմակերպությունների 76%-ը դժվարանում են համալրել իրենց թափուր հաստիկները, հատկապես tech ինդուստրիայում ու նաև հենց այս տվյալների հիման վրա հիմնված մասնագիտություններում։ Արդյոք սա բնորոշ է նաև Հայաստանի շուկային, ու եթե այո, ի՞նչն է հիմնական պատճառը, ինչի է այդպես։ Դες Հայաստանի շուկան շատ փոքր է, tech շուկան ընդամենը 50 քանի հազար հոգի են, 56000 հոգի, սրա մեջ մտնում են բոլոր tech stack-երը, data science-ը նաև, QA-ները, product manager-ները եւ այլն։ Ու երբեմն այս խնդիրը առաջանում է, որ կազմակերպությունները երկար ժամանակ չեն կարողանում համալրել, ինչի, որովհետեւ շուկային լավ չեն դիրապետում։ Պատկերացրու data engineer են հայրանում, որևէ կազմակերպություն, ինձ թվում է շատ լավ գիտես, որ ինչքան քիչ են data engineer-ները Հայաստանում, մինչև 100 հոգի լինեն կամ չլինեն, ու երբ որ կազմակերպությունը նաև սրան ավելացնում է որոշ requirement-ներ, որոշ պահանջներ սպეციფიկ, արդեն ավտոմատ թիվը կրճատվում է 50 հոգի է դառնում, 50 հոգուց ոչ բոլորն են հետաքրքրված հաստիկով, դա շատ բնական է, մի քանիսը արդեն աշխատում են այդ կազմակերպությունում ու տակը մնում է մի 20 հոգի։ Հիմա այս 20 հոգու հետ պետքա ճիշտ վարվել։ Այս հետաքրքիր է ճիշտ վարվել, բայց ինչ նշանակում ճիշտ վարվել։ Նախ տեխնացուի փորձառությունը, որը իջարում ամենակարևոր բանն է, կարևոր կտորներից մեկն է, ու որպեսզի տեխնացուն ունենա ճիշտ փորձառություն, պետք է լինի կազմակերպությունում աշխատող փորձով մասնագետ, ով սրան ուշադրություն է դարձնում, պետք է լինի հավաքագրող, ով գիտի, որ շուկայում տակը մնացել է այդ 20 հոգին։ Այլապես hiring manager-ը թեկուզ լավ CV-ա տեսնում, լավ պրոֆայլով, ճիշտ իրանց համապատասխան, բայց ասում է ես էլի եմ ուզում մարդ տեսնեմ։ Ու այս դեպքում էլի 20 հոգին սպառվում է, ու մարդիկ ամիսներով հաստիկը չեն կարողանում փակել։ Երբ որ դիմեն արտաքին օգնության, օրինակ recruitment agency-ի, իրենք արդեն տեսել են այս մարդկանց, բայց նոր բան են ուզում։ Եթե կրճատ կարճ ասեմ, հիմնական խնդիրը նրանում է, որ շատ հավաքագրողներ, շատ HR-ներ, hiring manager-ներ ուղղակի շուկայի ինֆորմացիային չեն դիրապետում։ Երբ որ դու իմանաս, որ տվյալ հաստիկի համար շուկայում կա
քո պահանջներով այսքան հոգի կրճատես ուղիղ 50%-ով, որովհետև միշտ չի որ բոլորը հետաքրքրված են քո կազմակերպությամբ, դու ավելի հեշտ հայր կանես, քան եթե մտնես միտեղ, որտեղ որ չես հասկանում ինչա կատարվում։ Հիմնական խնդիրը է սա։ Ու հա, մեր շուկայում էլ նույն խնդիրը կա, բայց ավելի քիչ, քան դրսի շուկայում, որովհետև դրսի շուկայի եւ մեր ներսի շուկայի թվերը անհամեմատելի են, հա։ Բոլորը արդեն բոլորին գիտեն, ինչ որ ձև հաստիկները համալրվում են, ուղղակի հնարավոր է այդ ամեն ինչ ավելի արագ կազմակերպել մեր շուկայի համար։ Միջինում ոնց հասկացա 52 օր էր տևում մի հաստիկ փակել է, հա, եթե այսպես անվանենք այդ տերմինը, չէ, ընդհանուր միջազգային ռեսերչի հիման վրա էր ստիպ։ Benchmark-ը 45-ից 50 օր է, հիմնականում նայած ինչ հաստիկ է սպակում, նայած քանի հոգի կա այդ հաստիկի համար, քո պահանջները, քո employer brand-ը, շատ ֆակտորներից է կախված այստեղ։ Եթե ես ճիշտ հասկացա, հիմնականում պատճառը թաքնված էր առաջարկի քիչ լինելու հետ, հա, եթե հենց data engineer-ների մասին խոսեցինք, այսինքն առաջարկը քիչ է, քիչ մասնագետներ ունենք դրա համար, հա։ Բայց ես հակառակ կողմն եմ էլի տեսնում եմ շատ մասնագետներ, շատ չասեմ, բայց ես դասել եմ տալիս ու ինչ որ խմբեր ավարտում են։ Համալսարան են ավարտում, հետո փորձում են իրենց տեխնիկական սկիլերը զարգացնել, ինչ որ մասնագիտական կուրս են վերցնում, դա են ավարտում ու հետո իսկապես իրենք դժվարանում են գործ գտնել։ Այս մի հատ ուրիշ հետազոտության համաձայն էլ դիմորդների ընդամենը 0.7%-ն է, որ աշխատանքը վերջում հաջողվում է, իրենք կարողանում են ընդունվել աշխատանքի։ Որտեղից է գալիս էլի այս gap-ը, ոնց է առաջանում, որ մի կողմից այսքան շատ մարդ դիմում է, մյուս կողմից կազմակերպիչները չեն կարողանում ընտրել իրենց համար տեխնացուի։ Junior դիմորդների 7%-ն է անցնում։ Հա։ Հիմա junior-ների համար շատ դժվար է, մենք խոսում էինք մինչ այս, որ արդեն 75%-ով կրճատվել են entry level մարդկանց հաստիկները ու այս դիմորդների entry level դիմորդների համար էլ ավելի է դժվարանում, երբ որ իրանք ցանկացած հաստիկի, ամեն հաստիկի կազմակերպությունում 10 հաստիկ կա, այդ բոլորին էլ դիմում են։ Մի քանի խնդիր կա հենց junior-ների համար, որոնք որ ես եմ տեսնում, չնայած junior-ների հետ, եթե անկեղծ լինեմ, շատ չեմ աշխատում, բայց շատ պատերներ կան, որոնք որ ընդհանուր են։ Առաջինը, որ job description-ը, աշխատանքային նկարագրությունը չեն կարդում։ Երկրորդը, որ հույսը մենակ սերտիֆիկատներն են, այսինքն բազային գիտելիք մարդիկ չեն ունենում, հա, օրինակ լսում են, որ tech ոլորտում շատ լավ վարձատրվում են, ու միանգամից գալիս են ինչ որ սերտիֆիկացիաներ են անցնում, ուզում են աշխատանք գտնել, այդ ռեալ չի, որովհետև մրցակցությունը շատ մեծ է։ Կազմակերպությունները հիմնականում ընտրում են այն մարդկանց, ովքեր որ բազային ֆունդամենտալ գիտելիք ունեն, այսինքն համալսարան են ավարտել, ինչքան էլ որ այդ hype-ը շատ է, որ էլ համալսարանները պետք չեն։ Նախ Հավետ Մադոյանի հետ որ խոսում էինք, ինքն էլ հենց ընդգծում էր համալսարանի կարևորությունը։ Հա, այդ շատ կարևոր է իրականում, ու մինչ օրս ես որևէ կազմակերպություն չեմ տեսել, որ ասի մեզ համար կարևոր չի մենակ բակալավրի աստիճանը գոնե, որովհետև համալսարանը տալիս է ինչ-որ գիտելիք, որը քեզ համար հանդիսանում է բազա, ֆունդամենտ, որի վրա որ դու ստեղծում ես քո գիտելիքները։ Ու հիմա այս AI-ի դարաշրջանում ինչի է գործը կրճատվել junior-ների, որովհետև շատ բաներ, որոնք որ մանուալ մարդիկ անում էին, junior-ներին էին տալիս, չէ՞, այդ աշխատանքը, հիմա անում է AI-ը 30-40%-ով կարծեմ կրճատվել է։ Ըստ այդմ նաև կրճատել են հաստիկները։ Ինչ պետք է անեն junior-ները, եթե խոսում ենք նրա մասին, ինչ պիտի անեն, պիտի ընտրեն ուղղություն։ Եթե օրինակ, հա, մի 5-6 տարի առաջ կազմակերպությունները բաց էին ավելի ջեներիկ մարդկանց վերցնել, հետո իրանց ուղղությամբ տանել, ինչ որ որևէ X ուղղությամբ, այս պահին կազմակերպությունը դրա ժամանակը չունի։ Junior-ն ինքը պետք է փորձի։ Հա։ Ինքը պիտի իր ուղղությունը ընտրի, դիմի ու գնա առաջ այդ ուղղությամբ։ Բայց միևնույնն է ինքը junior-ա, չէ՞։ Չի կարող միանգամից senior դառնալ։ Միտքը շատ է շրջանառվում, ինձ այդքան էլ դուր չի գալիս, որ արհեստական բանականությունը հիմնականում փոխարինում է junior-ներին փոխարինելը, բան տեսակ կոտրում ենք մարդկանց, նույնիսկ նրանք, ովքեր նոր են ուզում մտնել այդ ոլորտ, մոտիվացիան մի տեսակ շատ է քչանում այս ոլորտ մտնելու համար։ Մոտիվացիան պիտի լինի այն, թե ես ինչ եմ ուզում անել,
ու ոչ թե հենց tech ոլորտը, այսինքն դու պիտի հասկանաս դու իրոք ինչ ես ուզում անել, ընտրել մասնագիտությունը, դու տենց գնալ առաջ ու դա կարող է լինի tech ոլորտից դուրս։ Tech ոլորտից դուրս էլի կան հաջողակ մարդիկ։ Հիմա ուղղակի ընտրությունը շատ սերմ է։ Կազմակերպությունները հստակ ընտրում են ում են ուզում վերցնեն իրենց մոտ աշխատանքի։ Եթե օրինակ են COVID-ի տարիներին հիշում ես ինչքան արագ hiring եղավ մի բառ, այն ժամանակ բոլորին hire անենք միանգամից, հիմա ավելի քիչ hire անենք, բայց ճիշտ մարդու hire անենք, մտածելակերպն է, ճիշտ մարդու աշխատանքի վերցնենք։ Ըստ այդմ նաև մրցակցությունն է շատ։ Այ գիտես ինձ ինչն է տխրացնում, որ ինչ որ տարիներ հետո մենք ունենալու ենք սենյորների պակաս, որտեղ հիմա junior hire չենք անում։ Այդ դրա մասին ինձ թվում է կազմակերպությունները հիմա պիտի մտածեն, շատ մեր կազմակերպությունների դաշտումը, որովհետև եթե օրինակ 4 տարի հետո արի մտածենք, որ նայում ենք love mid կամ սկսնակ սենյոր, մենք ընտրելու ենք այն 0.07%-ի մեջից։ Ու այստեղ bubble-ը հետ է գալու, որովհետև աշխատավարձները միանգամից էլի բարձրանալու են։ Հա, շատ լավ միտքեր, շատ համաձայն եմ։ Հա, ու այս խնդիրը առաջ է գալու։ Շատ երկկողմանի աշխատանք է։ Որտեւ եթե մենք ասում ենք արհեստական բանականությունը փոխարինեց junior-ին, չենք վերցնում junior, այլ այդ գործը տալիս ենք արհեստական բանականությանը, բայց այս junior-ը միգուցե ունի պոտենցիալ, 2 տարի հետո կաճի կդառնա senior, բայց արհեստական բանականությունը թե ինչ կդառնա։ Հա, արհեստական բանականությունը շատ տրանսֆորմատիվ է, շատ բան է հիմա փոխում ու բնականաբար ինչ որ հաստիկներ էլ մասնագիտություններ էլ կստեղծվեն սրանից դուրս, որի մասին հիմա ես ու դու չենք կարող մտածել ու կարող է junior-ների համար այդ ժամանակ ավելի հեշտ լինի, որ կա ինչ որ X մասնագիտություն, որի շուրջ կարելի է զարգանալ։ Բայց այս պահին շատ տրանսֆորմատիվ փուլ է բոլորի համար ինձ թվում է, համ mid management-ի համար ինչ ենք մենակ junior-ներից չէ, բանանում։ Mid management-ի համար է դժվար, junior-ների համար է դժվար, customer support-ի համար է դժվար, որովհետև 40-50%-ով արդեն AI-ը փոխարինում է, շատ հաստիկներ կան, որ կրճատվում են, բայց կրճատվելու հետ միասին նաև առաջանում են նոր մասնագիտություններ։ Ուղղակի կարևոր է ճկուն լինել, արագ փոփոխվել։ Այս դեպքում էլ օրինակ համալսարանները հաստատ նույն արագությամբ չեն արձագանքելու այդ փոփոխություններին, նոր մասնագիտությունների ձևավորման հարցում։ Այստեղ էլ երևի այդ մասնագիտական ավելի փոքր կուրսերն են իրենց դերը պետք է խաղան, մարդկանց օգնելու ավելի հեշտ կողմնորոշվել ու փոխել։ Միանշանակ, հա, համալսարանները պիտի լինեն ու պիտի լինեն կողքից նեղ մասնագիտական սերտիֆիկատներ, տրեյնինգներ, որոնք որ մարդուն կօգնեն հստակ ուղղություն ընտրել ու այդ ուղղությամբ առաջ գնալ։ Իսկ որ ասում ես կազմակերպությունները հիմա նախընտրում են ընտրել ճիշտ տեխնացուին, ոչ թե ուղղակի շատ հայեր անել, ո՞նց են ընտրում ճիշտ տեխնացուին։ Այս process-ը ինձ փուլ հետաքրքիր է, եթե դեմ չես, մի քիչ ավելի մանրամասն խոսենք սրա մասին։ Իրենք են գրում, իրենց են դիմում, ոնց է ու այս երկու մասերն էլ է շատ հետաքրքիր ու շատ տարբեր։ Տեխնացուին են գրում, ստեղ մի քիչ ավելի տեխնացուի position-ը բարձրանում է, հա։ Սենց ինչ-որ զգացողություն կա ու եթե քեզ գրել են, դա դեռ չի նշանակում դու առաջարկ ունես։ Մի քիչ տարբեր է, բայց ամեն դեպքում այս սրա մասին կխոսես։ Որ ուզում ես լսել process-ների մասին, ուզում ես լսել այն process-ների, որոնք որ ցանկալի է որ լինեին, թե այն ինչ որ կա։ Իսկ այդքան շատ իրականությունը տարբեր, բավականին տարբեր են։ Մենք ունենք կազմակերպություններ, որոնք որ շատ ճիշտ hiring են անում, շատ sense օրենքով, ամեն ինչ ճիշտ scorecard-երով առաջ են գնում, կողմնակալությունները կողք են դնում եւ այլն ու կան դեռ կազմակերպություններ, որոնք պանիկայի մեջ են աշխատանքի վերցնում, սրանք շատ տարբեր process-ներ են, տարբեր կերպ են նաև մարդիկ դիմում, հա, նախ առաջինը կազմակերպությունը հասկանում է իրան պետք է այս մարդը, թե կարող են թիմից ինչ-որ մեկին աճեցնել, այս ճիշտ կազմակերպությունների դեպքում իհարկե, երբ որ հասկանում են, որ չէ, այս մարդու սկիլերը դրսից պիտի բերենք, որտեղ ներսում կազմակերպություն չկա, կազմակերպության ներսում չկա, hiring manager-ի հետ recruiter-ը, հավաքագրողը նստում է, կազմում է job description, այսինքն պահանջներն է գրում, ինչ է անելու այս մարդը, ինչ է հարկավոր ու մինչև երբ է հարկավոր։ Սրանից հետո աշխատանքային նկարագիրը
post-ում են տարբեր հարթակներում, հիմա դե LinkedIn-ն է գիտես, բայց նաև կա Staff.am, Job.am, տարբեր հարթակներ կան, որտեղով որ տեխնացուները դիմում են։ Սրան զուգահեռ, եթե կազմակերպությունում կա տեխնիկական հավաքագրող, ինքը նաև reach out-ներ անում, գնում է գրում է տարբեր տեխնացուների, այս էլ առանձին process է, օրինակ մեզ որ դիմում են օգնելու համար, մենք բնականաբար ունենք դատաբազա, որտեղ որ կան տեխնացուներ, բայց սրան զուգահեռ նաև բացի նայելուց դատաբազայում, եթե մարդուն չենք գտնում, որ քիչ է լինում, մենք անում ենք sourcing։ Sourcing-ը անում ենք boolean string-երով, Google-ում, որը բերում է LinkedIn-ի page-եր կամ GitHub-ի կամ ինչ-որ Stack Overflow-ի, նայած ինչ մասնակետ են փնտրում, գտնում ենք մարդուն, տեսնում ենք, որ համապատասխան է ըստ job description-ի ու իրան գրում ենք։ Չի փոխում տեղը, position-ը մարդու իրականում, որովհետև դիմորդն էլ ինքն էլ, այսինքն եթե recruiter-ի միջոցով չի եղել, այլ ինքն նույնն է դիմել, էլի կարող է ուժեղ մասնագետ լինել։ Այս չի նշանակում, եթե մարդը recruiter-ը գրել է կանդիդատին, չի նշանակում, որ ինքը անպայման արդեն hire եղած է, recruiter-ը շատ տարբեր մասնագետների է գրում միանգամից, ինքը պետք է անցնի process։ Տարբերությունը նրանում է, որ եթե օրինակ դու հաստիքը դրեցիր ինչ-որ կայքում, կարող ես ստանաս 200 position ու այդտեղից 200 կանդիդատ ու այդտեղից fit լինեն օրինակ 10-ը, եթե գրում է հավաքագրողը, եթե ճիշտ տեխնիկական հավաքագրող է իհարկե, այս դեպքում կարող է 10 հոգուց 9 fit լինեն։ Այս է տարբերությունը։ Ֆիլտրի փուլը արդեն կարելի է անցնում է։ Հետո գալիս է ինտերվյուն։ Ինտերվյուն նայած կազմակերպություն կա, որ 2 փուլ ունի, կազմակերպություն կա, որ 6 փուլ ունի, միջինում ամենաճիշտը 3-ից 4 հանդիպումն է, բայց հական կազմակերպություններ, որ 6-7 փուլեր ունեն, ես չեմ թաքցնի, որ երևի մի 8 տարի առաջ մի թվում ենք մի անգամ 6 թե 7 փուլ ունեցել։ Ես իմ ընկերներից մեկը մի օր պատմեց, որ անցել է 8-րդ հարցազրույց ու շատ ուրախ է։ Ես ասում եմ, ինչ ես ուրախ։ Այս վերջերս դրել էի Instagram-ում հարցում, շատ մարդիկ 9-10 փուլ էին գրել, շոկի մեջ էի, որովհետև եթե օրինակ 9-10 տարի առաջ ինչ որ չափով օքեյ էր, հիմա այդքան էլ չի է, որովհետև մի տեխնացուն, որ քեզ մոտ հարցազրույց անցնում, ինքը նաև անցնում է հարցազրույց տարբեր այլ կազմակերպություններում, իսկ ուժեղ տեխնացուներին միանգամից աշխատանքի վերցնում են։ Google-ներ չէ, որ ինքը իր փորձի վրա սովորել էր ու ամենասկզբնական փուլում 25 փուլից էր կարծեմ բաղկացած իրենց ինտերվյուները ու մի աշխատողի գտնելը մոտավորապես մի տարի տևում էր, հետո իրենք հասկացել են, որ դա սխալ մոտեցում է, փորձել են իրենք փոխել ու իրենց արդեն այդ դատաբազայի վրա, որ հավաքած է եղել, ինչ որ նոր մոդելներ են տրեյն արել ու հասկացել են, որ մոտավոր 4-5 ինտերվյուն 86% հավանականությամբ արդեն կանխատեսում է այս տեխնացուն կանցներ այդ 25 ինտերվյուն թե չէր անցնի ու տենց փորձել են ավելի վատն է, որ Հայաստանում կազմակերպություններ կան, որոնք օրինակ են վերցնում Apple-ի process-ներից կամ Google-ի process-ներից, որոնք հեչ համապատասխան չեն, էլի այստեղ։ Եթե գնանք էլի ինտերվյուներին, շատ ցանկալի է, որ կազմակերպությունը ունենա scorecard, որովհետև ինտերվյուն առանց էնել, scorecard-ը գիտես որն է, չէ՞, ինքը մի հատ spreadsheet է, եթե sense շատ բարձ բացատրեմ, որտեղ որ կան կոմպետենցիաներ գրված, կոմպետենցիաների մեջ կարող են լինել նաև soft skill-եր, կա weight, կշիռ, ամեն բանի համար, ամեն կոմպետենցիայի համար, որը որոշում է կազմակերպությունը, եւ ամեն ինտերվյուից հետո տվյալ մարդուն, hiring manager-ը կամ HR-ը գնահատում է։ Այստեղ հնարավորինս կողմնակալ կողմը հանվում է ու մարդուն աշխատանքի ես ընդունում իր հավաքած թվի վրա։ Այս կոչվում է data driven տվյալահեն HR, տվյալահեն recruitment հավաքագրում, որը որ այսօրվա օրով 21-րդ դարում շատ կարևոր է։ Ինչի է կարևոր, որովհետև շատ հետազոտություններ կան, McKinsey-ն էլ տենց հետազոտություն ունի, որ ինչքան թիմը բազմազան է, այնքան ավելի revenue-ն եկամուտը կազմակերպության բարձր է լինում։
Իսկ մենք Հայաստանում դրսի կազմակերպություններում էլ այդ կա, որ շատ ենք ասում մեզ culturally fit չէր։ Այս հիմնական նրա մասն է, որ մարդը մեզ նման չէր։ Ու սովորաբար ես ասում ենք այն մարդկանց դեպքում, ովքեր մի քիչ տարբեր են լինում։ Այս արտահայտությունը լրիվ լուծարվում է scorecard-երի դեպքում, երբ որ մենք օգտագործում ենք scorecard-եր։ Այս քարտերը լրացնում են բոլոր են մարդիկ, ովքեր որ հարցազրույցի մեջ են լինում, կա ինչ-որ միջին թիվ, որից պակաս մարդուն մերժում են, որից բարձր կամ տանում են երկրորդ փուլ կամ արդեն offer է լինում։ Շատ օբյեկտիվ կլինի այս դեպքում, եթե գնահատողը նույն մարդը լինի, գնահատողները նույն մարդիկ լինեն։ Հավաքագրման կտորն էլ կա նաև, այսինքն հավաքագրողի կտորը կա, որ ինքը հնարավորինս այդ կոմպետենցիաները պիտի ճիշտ նկարագրի։ Օրինակ, ես շատ եմ տեսնում, որ այդ scorecard-երի մեջ գրված է communication, բանակցություն կամ խոսք, չգիտեմ, շատ generic է ասված։ Ինչ է նշանակում communication, պիտի կարողանաս բացել, այդ բացատրել են մարդկանց, ովքեր ինտերվյու են անցկացնելու, որ կարողանան ճիշտ գնահատել։ Այս դեպքում թեկուզ 4 հոգի գնահատի, ինքը հասկանում է ինչ է սպասում տեխնացուից, արդյոք adekvat բան է սպասում, թե չէ, ուստի այդեմ կարողանում է գնահատել։ Եթե լավ ձևակերպված լինի, ինչ է նշանակում, ավելի հեշտ կլինի, երևի ես մասով։ Իսկ այս մի քանի փուլ ինտերվյուները որ կան, ինչով են իրանք իրարից տարբերվում։ Առաջին փուլն անցա, երկրորդ մեկը զուտ HR-ական է, մեկը մասնագիտական է, ոնց է հաջորդականությունը։ Առաջինը սովորաբար HR-ական է լինում, սովորաբար խոսում ես կազմակերպությունից, ասում ես կազմակերպությունը ինչ է անում։ Այստեղ շատ HR-ներ պիտի հասկանան, որ իրենք էլ են կազմակերպությունը վաճառում։ Հա, որովհետև եթե մարդը եկել է ինտերվյուի, դա դեռ հետաքրքրվածության նշան չի, ու այստեղ HR-ը շատ մեծ գործ ունի անելու։ Ինքը պիտի վաճառի թե հաստիքը, թե կազմակերպությունը, ու հիմնականում փորձի մասին են խոսում, HR-ն էլ փորձում է հասկանալ արդյոք փորձը համապատասխան է թիմին թե չէ, աշխատավարձն է ճշտվում այս փուլում, ու շատերը խուսափում են աշխատավարձ ասելուց, բայց ես օրինակ խորհուրդ կտամ, որ այստեղ ինչ-որ ունենան մինիմալ, ունենան range այս փուլում ասելու համար։ Ես կարծում եմ, այդքան պետք է զուտ խնայելու տեխնացուի ժամանակը, որտեվ հենց անձամբ ես նման փորձ ունեցել եմ, մի քանի տեղ հարցազրույցներ անցնելուց, մի տեղում մի քանի փուլ, վերջին փուլ արդեն հարցազրույցին հասնելուց հետո նոր սկսեցինք խոսել աշխատավարձի մասին, ու պարզվեց, որ ուղղակի այսքան ժամանակ անիմաստ կորցրել ենք, համ իմ ժամանակից են վատնել, համ իրենց։ Այս իրականում նաև մի քիչ հասկանալի է ինչի չի բացվում, որտեղ Հայաստանում նորմալ դատա չկա աշխատավարձերի մասով, ինչ որ պահի, քանի որ պատերազմը talent-ի նկատմամբ, տաղանդի նկատմամբ շատ էր, ամեն մեկը առաջարկում էին այնքան, որ հաստատ այդ տեխնացուն իրենց մոտ կա, ինչ որ պահի անկառավարելի դարձավ, հիմա ավելի կառավարելի է, բայց data, որից որ կազմակերպությունը կարող է օգտվել, օրինակ, 5 տարվա փորձով Python-ի աշխատավարձը, ով նաև ունի SSS skiller, օրինակ AWS-ով է աշխատում, այսքանը։ Չկա այս դատան, որտեղից որ կարող է օգտվել ոչ կանդիդատը, ոչ տեխնացուն, ոչ կազմակերպությունը, ըստ այդմ հնարավորինս քիչ ինֆորմացիա են տալիս կազմակերպությունները, ինչ որ չափով կարելի է այս մասով հասկանալ։ Հիմա հետ վերադառնանք ինտերվյուներին, առաջին փուլը լինում է HR-ի հետ, երկրորդը հիմնականում լինում է տեխնիկական ինտերվյու։ Այստեղ շատ բան չեմ կարող ասել, ինչի, որովհետև ամեն կազմակերպություն ըստ իր սանդղակների որոշում է ոնց պիտի անցկացնի տեխնիկական ինտերվյուն։ Ցանկալի է իհարկե տեխնացուին ասեն ոնց պիտի պատրաստվի։ Օրինակ, եթե պետք է ինչ-որ ալգորիթմական ինտերվյու անցնի, լավ կլինի, որ այս մարդը իմանա, ինչ որ բաներ կրկնի, հետ գա։ Տեղ կա, որտեղ որ live coding են անում, հա, տեղում մարդը կոդ է գրում, նայում են ոնց է գրում, ոնց է մտածում, ոնց է սխալվում։ Տեղեր կա, որ task են տալիս, հա, նախքան տեխնիկական ինտերվյու անցկացնելը task են տալիս, տեսնում են դու task-ը ոնց ես արել, ու այստեղ մի հատ գաղտնիք ասեմ, հեչ պարտադիր չի, որ տեխնացուն հաղթի, այսինքն պարտադիր չի, որ պրոյեկտը լավ անի, այստեղ մտածողությունն է ստուգվում տեխնացուի։ Իսկ նույնիսկ կոդինգի հետ կապված էլի, այսօր հատկապես այդքան էլ կարևոր չի, որ սինտաքսներով ամեն ինչով ճիշտ գրեն, հակառակ ուղղակի պետք է հասկանալ ալգորիթմը ոնց հասկացավ, ոնց կմտածի, ստեղ ոնց անի հարցը լուծի։ Հաճ այդ սինտաքսները, եթե չգիտես էլ, ամեն վարքյան կարելի է գտնել ուղղակի։ Միանշանակ Google։
ու վերջին փուլը հիմնականում լինում է offer stage։ Այստեղ մարդուն, եթե կազմակերպությունում process-ները ճիշտ են, մի հատ լինում է verbal առաջարկ, որտեղ որ պայմանավորվում են թվի մասին, պայմանների մասին, հետո արդեն ուղարկվում է գրված առաջարկը, ինչ որ ժամկետ է տրվում մարդուն 3-ից 5 օր, որի ընթացքում պիտի պատասխանի արդեն։ Միտթոլը կազմակերպության մասին մի քիչ խոսենք։ Աշխատում է եւ Հայաստանում, եւ եթե ես ճիշտ գիտեմ, Եվրոպայում ու Ամերիկայում։ Այսինքն ծանոթենք նաեւ այնտեղի շուկաներին, առիթից օգտվելով փորձենք համեմատել։ Ես միտեղ կարդացի, որ ինչ որ եվրոպական ընկերություն 15 հոգուց բաղկացած, որ ուզում էր ավելի ընդլայնվեր, հնարավորություններ Լոնդոնում օֆիս բացելու, իրենք նախընտրեցին դա անել Հայաստանում, որտեղ այստեղ կստանային ավելի շատ որակ ու կունենային ավելի էժան աշխատուժ։ Ինչի է աշխատուժը ավելի էժան, մեզ մոտ էլ որ նայում ենք աշխատավարձերը, հատկապես թեք ինդուստրիայում բավականին աճել են 20 թվի հետ համեմատած լուրջ աճ ունեինք ու հատկապես 22 թվին, երբ որ ռուսները եկան Հայաստան, ինչ որ sense իրարանցում տեղի ունեցավ, դրանից հետո ավելի շատ աճեց, բայց դեռ մրցակցային չենք մյուս տեղերի հետ համեմատած, Եվրոպայի, Ամերիկայի հետ համեմատած։ Ինչից է գալիս էս, հատկապես այն դեպքում, երբ որ հիմա ունենք հնարավորություն մի երկրում նստած մյուս տեղում աշխատելու։ Այդտեղ պետք է հստակեցնենք, որ Եվրոպան չի կարող համեմատվել Ամերիկայի աշխատավարձերի հետ, ուստեղ շատ մեծ դեր ունի cost of living-ը։ Ամերիկայում, երբ որ դու աշխատավարձ ես ստանում, նախ թաքսերը հիմնականում ինքնուրույն ես վճարում ու կախված նահանգից մոտավոր 40%-ը քո աշխատավարձի դու տալիս ես պետությանը։ Կողքից ծախսերն էլ չեմ ասում, իսկապես Ամերիկայի շուկան շատ ավելի թանկ է։ Աշխատավարձերը գոյանում են հիմնականում cost of living-ի վրա։ Հայաստանում իհարկե հիմա ամեն ինչ բավականին թանկացել է, բայց այդքան չի թանկացել ոնց որ Ամերիկայում է ու չի ուզի համեմատել, որովհետև անհամեմատելի է իրականում։ Եվրոպայի հետ կարելի է համեմատել։ Օրինակ, մեր աշխատավարձերը շատ մոտ են գերմանական շուկայի աշխատավարձերին։ Բայց էլի են տարբերությամբ, որ Գերմանիայում էլի կան հարկեր, չեմ հիշում 35%-ներ թե 40%-ներ աշխատավարձի մարդը տալիս է հարկ։ Այսինքն այստեղ ասել, որ մենք շատ տարբերվում ենք, այդքան էլ չենք տարբերվում։ Մենք տարբերվում ենք UK շուկայից, հա, այնտեղ աշխատավարձերը բավականին բարձր են, բայց էլի այնտեղ cost of living-ը նմանապես բարձր է։ Նեթով, այսինքն եթե նայենք, կարող է եւ շատ տարբեր չի։ Նեթով եթե նայենք, ու եթե նայենք մեր ծախսերը Հայաստանում եւ դրսում, կարող եւ նաեւ նույնը լինի։ Ինչն է Հայաստանի կամպանիաներին դարձնում մրցակցային։ Օրինակ դուք, որ ուզում եք վաճառել աշխատատեղը, հա, թափուր հաստիքը տեխնացուին, որը ունի հնարավորություն ուղղակի ռիմոտ աշխատելու ինչ որ այլ երկրի համար։ Ինչն է, որ Հայաստանի կամպանիային կդարձնի ավելի մրցակցային իր համար։ Եվ նույն աշխատավարձի պայմաններում։ Շատ լավ հարց ես տալիս։ Նախընտրությունից է գալիս իրականում մարդու։ Մենք շատ լավ պրոդուկտներ ունենք Հայաստանում, իսկապես հետաքրքիր ու ինժեներների համար բացի աշխատավարձից նաև կարևոր է լինում իրենք ինչի վրա են աշխատում, ում հետ են աշխատելու, ումից ինչ են սովորելու։ Այն ինժեներների, այն ծրագրավորողների համար, ովքեր որ հասկանում են, որ ինչ որ ուժեղ մարդու հետ աշխատելը, ինչ որ պրոդուկտի վրա աշխատելը իրենց կարիերայի վրա ճիշտ ազդեցություն է ունենալու, հա։ Այստեղ համեմատությունը հիմնականում պրոդուկտի ու մարդկանց մասին է լինում, բայց պետք է նաև օբյեկտիվ լինել, որ դրսի շուկայում էլ շատ հետաքրքիր պրոդուկտներ կան, մենք դեռ չենք կարող շատ համեմատվել։ Ես միշտ ասում եմ, որ մենք հայկական շուկայում վերաբերում ենք որպես ավարտված պրոյեկտ, ու ասում ենք մենք հաջորդ Silicon Valley-ն ենք եւ այլն, բայց շատ գործ ունենք էլի անելու համ պրոդուկտների տեսանկյունից, համ որպես մասնագետներ մեր աճի տեսանկյունից, շատ գործ կա անելու ստեղ։ Համեմատությունը արդար չի, նաև այն առումով, որ մենք 10 տարվա պրոդուկտ շուկա ենք, հա, մինչև այդ մենք եղել ենք ավելի outsource երկիր, ըստ այդմ, եթե նկատած կլինես, ունեք Java-ն, PHP-ն, այս ստեքերը շատ են Հայաստանում, որովհետև հիմնական պրոդուկտները, որ մեզ մոտ outsource են եղել, այս tech stack-ով են եղել, հա։
մենք նոր ենք որպես այդպեսին որպես product շուկա ու դնել համեմատել Հայաստանի շուկան օրինակ, Silicon Valley-ի հետ անարդար համեմատություն է լինելու, այնտեղ ավելի հետաքրքիր product-ներ կան ու երբեմն դրսի շուկան հաղթում է։ Իսկ տեխնացուների մասով մրցակցությունը մենք մրցակցային ենք մյուս տեղերի հետ համեմատած։ Շատ։ Մենք շատ խելացի տաղանդներ ունենք ու ես միշտ եմ ասում, որ պետքա փորձենք այդ տաղանդներին Հայաստանում պահել, շատ են գնում մարդիկ, այս վերջին տարիները չէ, որովհետև նախ գնալն է դժվարացել, երկրորդը մարդիկ ավելի տենդենց ունեն մնալու, բայց ես օրինակ չեմ տեսնում, չգիտեմ դու տեսել ես թե չէ, որևէ ծրագիր, որ այնպես անում, որ հայը մնա Հայաստանում։ Դաժան հարցես բարձրացնում։ Դադար ենք այստեղ։ Ես ուրիշ բաներ եմ նկատել, այստեղ քո կարծիքը կուզեմ լսել, հատկապես որ ունենք փորձ նաև դրսի հետ կապված։ Ինձ թվում է Հայաստանում աշխատանքին, գործի ընդունվելուն ամուսնանալու նման են վերաբերվում։ Շատ ենք կապվում, ես ինքս էլ եմ օրինակ այդպես էմոցիոնալ կապվածություն ենք ձեռք բերում այդ կազմակերպության հետ, որտեղ աշխատում ենք, բայց արդյոք էս ճիշտ է, այս նույն ձև օրինակ ես Netflix-ի օրինակն էի կարդում, որ ասում էր մենք չենք ուզում դառնալ մի ընտանիք, մենք հակառակը ուզում ենք ունենալ մարդիկ, ովքեր ամենալավն են, ում հետ մենք ուղղակի ունենք աշխատանքային հարաբերություններ, հա, որտեվ եթե ընտանիքի անդամին չեն փոխարինում, բայց կազմակերպությունում շատ հեշտ կարող ենք փոխարինել ու նույնն էլ տեխնացուի տեսանկյունից մի տեղից ավելի լավ պայմաններ առաջարկեցին, պրոդուկտներ ավելի հետաքրքիր, չգիտեմ, ինձ այս մի պահին ավելի լավ այնտեղ աշխատել, ես հանգիստ ես գործս թողնեմ, գնամ այնտեղ աշխատեմ։ Բայց մեզ մոտ մի քիչ դա դավաճանության նման ենք, էլի ընկալում ես երևույթը, վայ դավաճանեց գնաց ուրիշ տեղ։ Ես անձամբ չեմ մտածում, որ այս դավաճանությունն է։ Դու ո՞նց ես մտածում։ Բարձրացակ դավաճանություն չի, եթե սա քո բիզնեսը չի։ Իհարկե։ Ես շատ վատ եմ վերաբերվում, երբ կազմակերպությունը ասում է մենք ընտանիքի պես ենք, շատ կտրուկ եմ վերաբերվում դրան, որովհետև կազմակերպությունը ընտանիք չի։ Այստեղ դու գալիս ես, գործ ես անում, գումար ես ստանում գործի համար ու տուն ես գնում։ Սովորաբար այս պրոպագանդան կազմակերպությունում, որ արվում է, գուցե անգիտակից, բայց տոքսիկ միջավայր է ստեղծում։ Դու մեղավորության զգացում ես ունենում այդտեղից դուրս գալու համար։ Միգուցե այդ հատուկ է արվում, որ նույնիսկ չմտածեն այդտեղից դուրս գալու մասին։ Նաև կան կազմակերպություններ, որոնք շատ հստակ հասկանում են իրանք ինչ են անում ու ոնց են պահում մարդկանց։ Մի հատ տերմին կա retention-ը, հայերեն թարգմանությունը տեխնացուին կազմակերպությունում պահելու այդ process-ը, հասուն կազմակերպությունները օգտագործում են ստոկեր, հա, որոնք որ ինչ որ տարին մի անգամ են բացվում կամ 4 տարի հետո ավելի եթե բացվեն իրան նպատակահարմար կլինի, որ մնա կազմակերպությունում կամ լավ աշխատավարձ են տալիս, լավ բենեֆիտներ են տալիս, ինչ որ աճ ունենում մարդը։ Կազմակերպությունները, որտեղ որ այս ամենը թույլ է, հա, ղեկավարության օղակը թույլ է ու չի հասկանում, հիմնականում օգտագործում են մենք ընտանիք ենք ու այս շատ հոգեբանական թրիկ է, հոգեբանական գործիք է, որը օգտագործվում է տեխնացուի աշխատակցի նկատմամբ։ Ինքը իրականում վերջում վատ ազդեցություն է ունենում, որտեղ մարդիկ ինչ որ զգացողությամբ են դուրս գալիս այդտեղից։ Ու երբեք չի լինում, որ լավ հարաբերություն, գրեթե երբեք չի լինում, որ գործից դուրս գալուց հետո դու ուզենաս այդ կազմակերպության հետ կապի մեջ մնալ, որտեղ հազիվ պրծել ես այդտեղից, էլի։ Առողջ չի էլի, որովհետև նույնիսկ երբ որ դու այնքան լավ պետք է դուրս գաս կազմակերպությունից, եթե որ նույնիսկ ինչ որ մի ժամանակ մտածես հետ գնալու մասին, որովհետև ինչի ոչ, եթե դու սիրել ես, աշխատել ես այդ կազմակերպությունում, մի քանի տարի հետո հնարավոր է նորից էլի ինչ որ հետաքրքիր product բացվի, որի վրա դու կուզենաս աշխատել։ Այս առումով դրա համար նույնիսկ աշխատանքից դուրս գալը երբեմն շատ ստրեսային է լինում մեզ համար ու ուրիշ վատ բան էլ կա, որ մարդիկ վախենում են դիմեն ուրիշ տեղ, որտեվ չգիտեն իրենց կամպանիայում դրան ոնց կվերաբերվեն։ Ուղղակի փորձում են դեռ ոչ
ընդունվել են, ոչ առաջարկ ունեն, ուղղակի տեսել են ինչ-որ հետաքրքիր հաստիկ ուզում են դիմեն, ու չգիտեն, դիմեն, չդիմեն։ Եթե չզգուշացնեն դիմեն, Հայաստանում շուկան բավականին փոքր է ու մեծ է հավանականությունը, որ մինչև իրենք հետ գնան աշխատանքի, արդեն իրենց տեղեկացրած կլինեն, որ այս մարդը դիմել էր ուրիշ տեղ, գնացել էր հարցազրույցի։ Եթե ասում են, ասելուց հետո միգուցե վերաբերմունքը փոխվի, բայց ես անձամբ մտածում եմ, ես մտածում եմ, որ ճիշտը ասելն օրիգինալ ինչ-որտեղ հարցազրույցի, որտեվ պետք է ունենաս այնպիսի հարաբերություններ քո այս պահի գործատուի հետ, որ կարողանաս հանգիստ իրենց ասել, գիտեք, ես ինձ հետաքրքիր է այս հաստիկը, մի հատ ուզում եմ գնամ այստեղ ինտերվյուի։ Եթե չես կարողանալու ասես, արդյոք արժի որ դու այդտեղ աշխատես։ Մի քիչ հետաքրքիր է ու ինձ որ երբեմն մեկ-մեկից ինձ խորհուրդ հարցնում են, ես ասում եմ, հա, ասեք, բայց մտածում եմ, կողա ես սխալ խորհուրդ եմ տալիս մարդկանց։ Այդքան էլ պետք չի ասել։ Իրականում հարցազրույցի գնալը դեռ կոնտրակտ կնքել չի, շատ ծրագրավորողներ կան մեր ոլորտում, ովքեր գնում են հարցազրույցի, որպեսզի իրենց գիտելիքները ստուգեն, ու դա շատ լավ մեթոդ է իրականում հասկանալու շուկայում ինչա կատարվում, լրիվ օքեյ է։ Իսկապես կախված է դու ինչ հարաբերությունների մեջ ես քո գործատուի հետ, բնական է, որ գործատուիդ ասես գնում եմ ուրիշ տեղ հարցազրույցի, շատ ուրախ չեն լինելու։ Դրա հետ կապված չեմ կարող խորհուրդ տալ, շատ անձնական տարածք է այս մասով, բայց ինչ որ պահի գործից դուրս գալը օքեյ է, գործատուին չասելը, որ դու գնում ես հարցազրույցների այս պահին, օքեյ է։ Հայաստանում շատ իսկապես հավանական է, որ միևնույն է, եթե դու չես ասել գործատուին, ինչ որ միտեղից հնարավոր է գործատուն իմանա։ Մենք խոսում ենք գաղտնիության մասին, որ պետք է պահվի, եթե ես չեմ ասում, թող ուրիշ ոչ մեկ չասի, բայց պահվում է։ Ցավոտ թեմայի ես գտնում, այս դրա մասին տարիներ առաջվանից սկսել եմ խոսել, որ եթե մարդը ուղարկում է ձեզ CV, այդ միայն ձեր դատաբազայինն է, պետք չի զանգել, ասել, որ ես ձեր մոտից մարդ ունեմ, ոնց նա ինչ ֆիդբեք կտաք եւ այլն։ Նախ որովհետեւ ֆիդբեքը սուբյեկտիվ կարող է լինել։ Եթե դու մարդու մասին ուզում ես ֆիդբեք իմանալ, կա հստակ ֆորմա, կա հստակ հարցերի ցանկ, ըստ որի դու պիտի առաջ գնաս, սա պիտի անի մի կողմ, որը որ լրիվ օբյեկտիվ է, եւ մյուս կողմ, որը որ լրիվ օբյեկտիվ է։ Հստակ ֆիդբեք իմանալու համար պիտի լինի մի քանի ֆիդբեք մարդու մասին, հա, որովհետեւ ինքը կարող է օրինակ տվյալ մարդու հետ խնդիր ունեցել, ինչքան էլ հասուն լինի մարդը, ինչքան էլ օբյեկտիվ լինի, միևնույնն է իրենց մեջ խնդիր ա եղել ֆիդբեքը որոշակիորեն սուբյեկտիվ է լինելու։ Ու շատ հնարավոր է, որ դու այդ սուբյեկտիվ ֆիդբեքի վրա սխալ որոշում կայացնես։ Ըստ այդմ, եթե որոշում ես որպես կազմակերպություն մեկից ֆիդբեք հարցնել, կա դրա էթիկան։ Օրինակ առաջինը տեխնացուին ասել, որ դու հասել ես final stage, վերջին stage, ես ուզում եմ քո կազմակերպությունից այնտեղ որտեղ որ դու աշխատել ես, կամ այն տեղերը որտեղ որ դու աշխատել ես, ֆիդբեք վերցնեմ, կարելի է։ Երբ որ ունենաս համաձայնություն, այդ դեպքում նոր գնաս կազմակերպություններից վերցնես ֆիդբեքեր, դրա հիման վրա որոշում կայացնես։ Դրա մասին սկսել ենք խոսել շատ միտելը ամեն տարի առհասարակ իր վրա մի հատ բան է վերցնում, պատասխանատվություն է վերցնում, ամեն տարի մի հատ թեմայի մասին անընդհատ խոսելը, դրանցից մեկը եղել է տեխնացուի կոնֆիդենցիալությունը, ու ես նկատել եմ, որ տեխնացուներն էլ ավելի արթուն են, երբ որ CV-ն ուղարկում, ունեք իրանք են ասում կոնֆիդենցիալությունս կպահեք, ես դեռ չեմ ուզում ինչ որ մարդիկ իմանան, կազմակերպություններն են ավելի adekvat սկսել դրան վերաբերվել, ոչ բոլորը, հավանաբար, որովհետև ասեցիր։ Նաև ենթադրում եմ, որ շատերը ինձ մոտ այս թեմայից չեն խոսի, որովհետև գիտեն, որ կտրուկ եմ արտական։ Բայց այդ խնդիրը կա։ Այստեղ կարևոր է, որ տեխնացուն նաև CV-ն ուղարկելիս ասի, որ ես ուզում եմ իմ կոնֆիդենցիալությունը կազմակերպությունը պահի, ու ես եւս մի անգամ ուզում եմ հիշեցնել, որ եթե դու որևէ մեկի կոնֆիդենցիալությունը խախտում ես, դա օրենքով պատժելի է։ Դրամային պատժելի է։ Հա, մի քանի դեպք որ ունենանք, պատճի ինձ թվում է ավելի լուրջ կմոտենանք այս հարցին։ CV-ից որ խոսեցինք, CV, LinkedIn, CV-ն հնացել է, թե եթե LinkedIn կա, էլ CV պետք չի, կամ եթե recruiter-ի տեսանկյունից նայենք, ստանում ենք բազմաթիվ միատեսակ CV-ներ, կամ տեսնում ենք LinkedIn-ի բազմաթիվ
պրոֆիլներ, որն է, որ այս պրոֆիլը կամ CV-ն դարձնում է առանձնահատուկ, որ նայելուց կասենք, վայ, այս մեկը ոնց որ տարբեր է կամ չգիտեմ։ Բոլորս ոնց որ դրասնում են նույն սկիլերը, որ ունեն, չգիտեմ, ինչ որ տես բաներ, ինչ անեն, ավելի խորհրդի կարգով էլի փորձենք մոտենանք այս հարցին, հատկապես ջունիորների դեպքում, երբ որ նոր են ավարտել, առանձնապես շատ մեծ փորձ չունեն, ինչ անեն, որ իրենց CV-ն աչքի ընկնի, որ ուղղակի ինչ որ short list-ի անելուց դուրս չմնա, որտեվ նմաններ մնացածին։ Սկսեմ նրանից արդյոք CV-ն հնացել է թե չէ։ Կան կազմակերպությունների հիմնական մասը ուզում է, որ դու CV ուղարկես, ինչքան էլ որ LinkedIn-ը շատ լավ լրացրած լինի։ Կան կազմակերպություններ, որոնք որ լրիվ ընդունում են LinkedIn-ը, հավաքագրողների համար LinkedIn-ը առաջին սկրինինգի փուլն է հիմնականում, CV-ն երկրորդայինը։ Բայց կախված է կազմակերպությունը ինչու է ուզում։ Դրա համար ասել, որ մենակ LinkedIn կամ մենակ CV դժվար կլինի։ Ջունիորների դեպքում CV լրացնելը դժվար է, որովհետև փորձ չկա, որի մասին պետք է լրացնես։ Այստեղ կարևոր է, որ վերևի են բիոյի մասը, summary-ի մասը ամեն անգամ անհատականացվի աշխատանքային նկարագրության համար։ Այսինքն դու մի CV-ին, եթե ուղարկես բոլոր հաստիկների համար, ավելի քիչ է հավանականությունը, որ քեզ կդիտարկեն, որովհետև նախ եւ առաջ կան կազմակերպություններ, որոնք օգտվում են AI screening tool-երից, որ լավ չեն աշխատում, որովհետև մարդկային գործոնը չկա, դու հաշվի չես առնում ինչ-որ բաներ, ինքը հստակ requirement-ներով է գնում, ու այստեղ շատ օգնում է այդ բիոյի հատվածը ամեն աշխատանքային նկարագրության հետ անհատականացնելը։ Հետո թեկուզ եթե մարդն է կարդում, էլի ջունիորի դեպքում այդ կտորն է կարդալու, հասկանալու է այս մարդը ֆիթա թե չէ։ Նաև նկատել եմ, որ ջունիորները երբ որ ուղարկում են CV mail-ով, օրինակ, ոչ subject line-ն են լրացնում, ոչ ինչ որ մի երկու բառ գոնե բարև, գոնե այդ բարևի կտորը պետք է լինի։ Հա, օքեյ է, բայց հիմա տեղեկությունը շատ հասանելի է ինտերնետում, ամեն դեպքում դու կարող ես գնալ գրել ինչպես ուղարկեմ CV։ Դա չէ, մարդու մասին ինչ որ բան ասում, եթե ջանք չի գործադրել, մտածի ոնց գրի այդ նամակը, արդեն լավ չի։ Հա։ Միդլի դեպքում այդ օքեյ է, մենք հնարավորինս այդ կողմնակալ բաները փորձել ենք հանել մեզ մոտից, բայց եթե դու ուղարկես ինչ որ կազմակերպությունում, որտեղ որ շատ լուրջ են վերաբերվում նրան, որ դու CV ուղարկելիս թեմա գրես վերևում, բարև գրես, պիտի ուշադրություն դարձնես ամեն դեպքում։ Հատկապես հիմա, որ ինֆորմացիան շատ է։ Լավ, CV-ն ուղարկեցինք, հաջողությամբ անցավ մեր CV-ն կամ LinkedIn-ի պրոֆիլը, հերթը հասավ հարցազրույցին։ Կա ինչ-որ բան, որ ես պետք է անեմ այդ հարցը, առաջին HR-ական փուլի մասին է խոսքս, որ պետք է անեմ, ինձ ոնց ներկայացնեմ, կամ այս իմ այդ միակ շանսն է, որ հնարավոր է, չգիտեմ, այդ պահին տրամադրությունից կախված կամ լիքը տարբեր գործոններից կախված չեմ կարողանում ինձ ներկայացնել նենց ոնց իրականում կամ այս մի հարցազրույցի ընթացքում իրոք հնարավոր է ճանաչել տեխնացուին, բացահայտել, թե սխալի տոկոսը օրինակ այստեղ կարա մեծ լինի։ Կախված է HR-ից։ Շատ կախված է ինքը ոնց է վերաբերվում ինտերվյուին։ Արդյոք հասկանում է, որ մարդը կարող է լինել հուզված։ Արդյոք կարողանում է բերել այն կոմֆորտ զոնային, որտեղ որ հարցազրույց անցնող մարդը կարողանում է հանգիստ խոսել։ Ոչ թե վերաբերվել դրան որպես հարցազրույց, այլ նստում են, զրուցում են, ինչ որ հարցեր են քննարկում, հետո արդեն գալիս է հաջորդ փուլը կամ չի գալիս։ Այս կտորը շատ HR-ի կողմն է, բայց նաև օրինակ նկատում եմ, որ տեխնացուները չեն ուսումնասիրում կազմակերպությունը։ Որպես առաջին քայլ, եթե ես գնալու լինեի որևէ տեղ հարցազրույցի, ես կուսումնասիրեի այդ կազմակերպությունը ինչով է զբաղվում։ Այդ էլ մոտիվացիայի ու մի քիչ research-ի սկիլերի մասին է, էլի գնայի, քանի հոգի են աշխատում այնտեղ, ինչով են զբաղվում, կխորանայի վերջին նորությունները, կկարդայի, investment ունեցել են, չեն ունեցել, առհասարակ self-sufficient կազմակերպությունա, թե ինչ-որ investment-ների վրա է։ Այս ամեն ինչը կուսումնասիրեի, նոր կգնայի։ Հաստիքն էլ կուսումնասիրեի, հարցերով կգնայի ընթացքում, որպեսզի հասկանայի արդյոք կազմակերպությունը ինձ համապատասխան թե չէ։ Որովհետև հիմա հատկապես
երբ որ ընդունվում ես որևէ կազմակերպություն, պիտի դիտարկես, որ գոնե մի 1.5-2 տարի այնտեղ մնալու ես։ Հիմա շատ են կազմակերպությունները շատ են ուշադրություն դարձնում, արդյոք մարդը կազմակերպությունում քանի տարի է մնացել։ Ու եթե դու գնում ես միտեղ, մնում ես 6 ամիս, հետո դուրս ես գալիս, գնում ես միտեղ մի տարի ես մնում, շատ կազմակերպություններ սրան լավ չեն վերաբերվում։ Իհարկե, այստեղ մենք միշտ ասում ենք, որ կա շուկայի գիտելիք ունենալու կտորը, հա, օրինակ կարող է մարդը ընդունվել է միտեղ լեյոֆ ա եղել, հետո ընդունվել է միտեղ լեյոֆ ա եղել, հետո ընդունվել է միտեղ, որը որ փակվել է ու տենց դեպքեր եղել են կրիզիսի պատճառով։ Հա, պիտի մանրամասն ուսումնասիրես, բայց դու էլ որպես մարդ, որ նոր է մտնում շուկա կամ գործ է փոխում, գործին պիտի հարցազրույց անես կազմակերպության, որպեսզի հասկանաս ինքը քեզ ֆիտ է թե չէ, որովհետև եթե մտնես, պիտի մնաս գոնե մի 1.5-2 տարի, համ սովորելու տեսանկյունից, համ հետագայում, որպեսզի կարողանաս ճիշտ գործ գտնել։ Կան ինչ-որ հստակ red flag-եր, որ պետք չի անել ինտերվյուներին կամ հակառակը, ինչ-որ հատուկ բան, որ լավ կլինի, որ ես անենք, կբարձրացնի հավանականությունը, որ մենք անցնենք ինտերվյուն։ Որպես տեխնացու։ Ես միշտ ասում եմ, էլի, որ խորհուրդ հարցնում են, ասում եմ, անկեղծ եղեք, մի փորձեք կեղծել ինչ-որ մի բան, մի փորձեք թաքցնել ինչ-որ մի բան, բայց էլի, ես ինքս շատ հարցազրույցներ անցնելու փորձ չունեմ։ Red flag-երից մենակ կասեմ, որ մի քիչ չէ, շատ անընդունելի է, երբ որ on-line հանդիպումներին ավելի քիչ լուրջ են վերաբերվում մարդիկ, օրինակ ծխելով են մտնում։ Խորհուրդ չեմ տա։ Մեքենային մեջից մտնելը օքեյ է ինչ-որ չափով, բայց ամեն դեպքում եթե ունես հարցազրույց, կարող ես պլանավորել ճիշտ քո ժամանակը ու լինել NPC տեղից, որպեսզի կարողանաս լիարժեք կենտրոնանալ ինտերվյուի վրա։ Այսինքն այն, որ հասկանաք, որ տեխնացում կարևորել է ինտերվյուն, ինչ որ ժամանակ տրամադրել է, ոչ թե ուղղակի ձեռի հետ մի հատ էլ ինտերվյուի կպնեմ, այդ մոտեցումը չի եղել։ Իսկ կա հակվածություն, որ ինտերվյու անցկացնողը հակված է ընտրել իր նման ինչ որ մեկին։ Շատ կա։ Հա, այդ անգամ անուն ունի կողմնակալություն, նմանության կողմնակալություն է կոչվում, affinity bias, շատ է խանգարում, ամենաառաջինը եկամտին, երբ որ ղեկավարները հասկանան, որ նույն մարդկանց ընդունում են աշխատանքի իրենց եկամուտը չի բարձրանալու, մի քիչ ավելի լուրջ կսկսեն վերաբերվել դրան, իսկ ոնց են մարդիկ ընտրում նույն մարդկանց, որովհետև մեր նեյրոնները կապեր ունեն, նեյրոնը շատ արագ ճանաչում է այն մարդուն, որ նույն ձև է մտածում, հա, ու հանդիպման ժամանակ, հա, օրինակ պատկերացրու, ինչ որ քննարկում է կազմակերպության ներսում, մեր նույն նեյրոնները նույն մտքերն են արտահայտում ու փաստացի կազմակերպությունը առաջ չի գնում։ Իսկ երբ որ մենք աշխատանքի ենք վերցնում մարդկանց, ովքեր թեկուզ մի քիչ, բայց challenge են անում մեր մտքերը, մի քիչ ուրիշ մտքեր են ասում, որոնց մասին չենք լսել, կարող նույնիսկ նյարդայնանանք այդ մտքերից, հավանականությունը, որ մեր եկամուտը կբարձրանա, շատ ավելի շատ է։ Հա, ուղղակի շատ ուժեղ պետք է լինել այս դեպքում, որ կարողանանք աշխատել այն մարդու հետ, ով մեզ նման չի մտածում։ Մեզ նման մտածողի հետ մենք ավելի կոմֆորտ է, չէ՞։ Գործը օրը լավ կանցնի, խոսանք կծաղենք։ Հա, շատերը էս մեզ նման չեն մտածում մարդկանց, վերաբերում են որպես տոքսիկ։ Այս տոքսիկն էլ է, էլի շատ ջեներիկ բառ է, պիտի կարողանաս հասկանալ ինչ նկատի ունես, երբ որ ասում ես տոքսիկ։ Տոքսիկա, որովհետև նույն միտքը չի արտահայտել ոնց դու, թե տոքսիկա, որովհետև բամբասում է, ինչ որ մեկի ռեպուտացիան փորձում է գցել կազմակերպությունը, այս տոքսիկա։ Այդ նույն այդ cultural fit հասկացության նմանն է, որ մեր մշակույթին չէր համապատասխանում, շատ ճիշտ նշեցի, որ ուղղակի մեզ նման չէր։ Այսինքն, եթե ես փորձեմ ամփոփել, ճիշտ հասկացանք, որ կարևոր է ավելի շատ hard skill-երին ուշադրություն դարձնել, ու եթե այս մարդը իր գիտելիքներով ամեն ինչով անցնում այս ամեն ինչը, soft skill-երը մի քիչ ավելի իրանց տեղը զիջում են։ Soft skill-երը իրանց տեղը չեն զիջում, բայց միջազգային շուկայում, ամբողջ աշխարհում առաջին skill-based ինտերվյուներ են անցկացնում։ Այսինքն դու ինչքանով ես համապատասխան այս հաստիկին, կարող ես գալ միանգամից սկսել աշխատել, օրինակ։ Հետո նոր soft skill-երին։ Ընդ որում soft skill-երը պետք է շատ ճիշտ սահմանել։
Էլի այն նույն communication, որ ասացի, ինքը soft skill է, բայց շատ generic է communication ասելու ու communication գնահատելը։ Օրինակ, երբ որ դու ասես, որ մարդը կարողանում է իր մտքերը հստակ ձևակերպել ու ճիշտ բացատրել, ու դա գնահատես, ավելի հեշտ կլինի, քան մարդու ում կոմունիկացիան լավն էր, ինչ նշանակում կոմունիկացիան լավն էր։ Հիմա եթե հետ կանք էլի hard skill, soft skill, առաջին տեղում hard skill-երն են, բայց եթե դու գնաս ինտերվյու չկարողանաս քո hard skill-երը ճիշտ ներկայացնել, քեզ դժվար կլինի ինտերվյու անցնելը։ Բայց եթե ես ուղղակի տեխնիկական աշխատող եմ, ինձ իմ task տան, ես նստեմ, աշխատեմ, կարող է այդքան էլ կարևոր չի, ես դա կարողանում եմ ներկայացնել, թե չեմ կարողանում։ Գործս կանեմ իդեալական։ Նայած ինչ հաստիքում։ Չէ, պատկերացրու տեխնիկական աշխատող ես, բայց թիմերի հետ ես աշխատում, որտեղ որ կա կոմունիկացիայի կտոր, որտեղ որ դու պիտի կարողանաս միտքդ ճիշտ ձևակերպել կամ օրինակ առաջին խնդրի դեպքում չգորաս, որովհետև ինչ որ բան քեզ նյարդայնացրել է, չէ՞։ Մենք մինիմալ փափուկ հմտությունների մասին ենք խոսում, մինիմալ էմոցիոնալ հասունության մասին ենք խոսում, որը ինձ թվում է ցանկացած մարդու համար կարևոր է։ Կլինեն մարդիկ, ովքեր որ կարող քիչ խոսան, առհասարակ ինտրովերտ լինեն կամ աուտիկ սպեկտրումի մեջ լինեն, որտեղ որ շփումը ավելի դժվար է, քան ոչ աուտիզմ ունեցող մարդու հետ։ Այստեղ էլ կազմակերպությունը պիտի բաց լինի, հասկանա, որ այս մարդը իր գործը անում է, իր շփման էներգիան այսքան է, որից հետո իրան պետք չի ուղղակի բզել, կարողանան իրար հետ լավ աշխատել։ Այս է բազմազանությունը, որ դու հասկանում ես, որ կան շփվող մարդիկ, կան չշփվող մարդիկ, երկուսն էլ լավ գործ են անում, այդ օքեյ է, ու հեչ պարտադիր չի այս երկուսը իրար նման լինի։ Օնլայն ինտերվյուի ժամանակ հեշտ է այս ամեն ինչը պարզելը։ Հետաքրքիր է օնլայնի ու օֆլայնի տարբերությունը։ Օֆլայնում կարող է ինչ-որ միտեղ մարդկանց շարժումներից, հայացքից, նայում է խոսալուց չի նայում, մի քիչ ավելի շատ բան կարողանանք տեսնել, օֆլայնի ժամանակ, օնլայնի ժամանակ այս հնարավորությունը չունենք։ Օրինակ ինչ շարժում պետք է լինի, որ մարդուն դու Ես հիմա խոսելուց sense նայեմ, չգիտեմ, այն կողմն է, անդադ այս կողմին կողմ նայեմ։ Ես էլ եմ տենց անում։ Երբ ես մտածում եմ, ես այս կողմ եմ նայում, այս նշանակում է, որ ինձ գործի չէին ընդունի։ Չէ, չեմ ասում, ընդունել չընդունելու հարց չի, այդքան ինչքան մարդուն բացահայտելու հարց է։ Մարդիկ տարբեր են, ու այդ շատ սիրուն բան է իրականում։ Կան մարդիկ, ովքեր որ իրանց էմոցիաները ինչ որ բանի հետ խաղալու միջոցով հանգստացում են, հա, կարող է ինչ որ մեկը նստի դիմացը, դες բաժակը անընդհատ սենցանի, այս չի նշանակում, որ ինքը նյարդային մարդ է։ Կամ կարող է մարդ լինի, ով չկարողանա քո աչքերի մեջ նայել, խոսել, այս չի նշանակում, որ ինքը սուտ է ասում։ Այս նշանակում է, որ այս մարդը չի կարողանում աչքերի մեջ նայել ու խոսել։ Ինքը սենց շատ հավաքական, ինչ որ կարող է տրավմայի արդյունք է, կարող է այս մարդը, էլի եմ ասում, աուտիկ սպեկտրումի մեջ է գտնվում, գիտես, որ աուտիզմ ունեցող կապ չունի, որ աուտիզմի ստադիան ունի, կարողանա ուղիղ քեզ նայել։ Կարող է մարդ լինի, ով որ ոտքը շարժում է, այս չի նշանակում, որ ինքը նյարդային մարդ է, այս նշանակում, որ այս մարդը իր էմոցիան ինչ որտեղ հանում է, որովհետև այդ պահին հարցազրույցի ժամանակ, իսկ հարցազրույցը շատ ստրեսային process է տեխնատուի համար, ինքը ինչ որտեղ իր էմոցիան հանում է։ Դրա համար ճիշտ հավաքագրողը, ճիշտ HR-ը ինքը պետք է կարողանա կենտրոնանալ ոչ թե այդ կողքից ինչ որ բաների վրա, որոնք որ անկարևոր են, այլ մարդու հմտությունների վրա։ Պետք է հասկանա, արդյոք այս մարդը ֆիթ է թե չէ։ Դրա համար երևի կա առանձին այս մասնագիտությունը tech recruitment-ը, որ այս պահը ինձ միշտ հետաքրքիր է եղել, մարդուն երկու ձևով ենք, չէ, բացահայտում, մեկը իր տեխնիկական ունակությունները, սկիլները, մյուսը արդեն այդ որ խոսեցինք, ինչպիսի մարդ է ինքը դրա մասին։ Այս երկուսն էլ մի մարդ է անում, tech recruitment-ը երկուսի համար է պատասխանատու, թե օրինակ այն տեխնիկական մասը կստուգի այդ գործը լավ իմացող մարդը, օրինակ, չգիտեմ, բաժնի ղեկավարն է կամ չգիտեմ ով է, այս մյուս մասը կստուգի HR-ը։ Նայած կազմակերպություն ցանկալի է դրա երկու տարբեր մարդիկ անեն, հա, այս չի նշանակում, որ տեխնիկական հավաքագրողը չպիտի կարողանա սկրին անել, որովհետև առաջին հարցազրույցը միևնույնն է անում տեխնիկական հավաքագրողը,
բայց տեխնիկական հավաքագրող այն մարդն է, որ նախ եւ առաջ տեխնիկական է, այս շուկայում շատ են շփոթում, պիտի կարողանա խոսել այն լեզվով, որը որ խոսում է ծրագրավորողը։ Եթե նույն լեզվով չեք խոսում, ուրեմն դու ուղղակի հավաքագրող ես, տեխնիկական հավաքագրող չես։ Հետո ինքը գտնում է այս մարդուն։ Ոնց ասացի, boolean string-եր օգտագործում կամ դատաբազան գրելու տարբեր սիստեմներ կան, որպեսզի դու կարողանաս մարդուց պատասխան ստանալ, պիտի կարողանաս ճիշտ նամակներ գրել։ Եթե գնաս այնտեղ Google-ից copy-paste անես ինչ-որ նամակի template, մի հատ էլ մոռանաս name-ը փոխես, շատ վատ փորձ կլինի տեխնացուի համար։ Ու սովորաբար ցանկալի է, որ տեխնիկական հավաքագրողը հասցնի մինչև hiring manager CV-ն։ Սրանից հետո իհարկե հավաքագրողը կապ պահում է տեխնացուի հետ, հարցում է ոնց անցավ, update-ներ է տալիս եւ այլն, բայց այն screening pool-ը ինքը պիտի չանի, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ ցանկացած տեխնիկական հավաքագրող, ով իր տեխնացուին գրում է, ինքը շատ ուզում է, որ այդ տեխնացուն հաջող անցնի իր բոլոր process-ները, այսինքն այդտեղ կա արդեն սուբյեկտիվ նոտա։ Հենց screening-ը ցանկալի է, որ անի HR-ը կամ հավաքագրողը, ով զբաղվում է пассив հավաքագրումով։ Կա երկու հավաքագրում, ակտիվ հավաքագրում, երբ որ դու գրում ես, պատմում ես եւ այլն, եւ կա пассив հավաքագրում, որտեղ որ դու հայտարարությունը դնում ես, ուղղակի CV-ներն ես նայում, հետո հարցազրույցներն ես անում։ Ինքը մի քանի մասի պիտի բաժանված լինի, բայց Հայաստանի շուկայում այս անում է սովորաբար մի մարդ, որովհետեւ կազմակերպությունը կարող է բյուջե չունի 2 հոգի ունենալու մի թիմում։ CV-ն ուղարկելուց զատ կամ այդ LinkedIn-ի պրոֆիլից ես էլի մեկ-մեկ ինքնիզնից որոշել եմ ու խորհուրդ եմ տալիս, որ նաև պորտֆոլիո ունենան, դա գցեն, որ չսպասեն այն մասին, որ կան փորձեն իրենց սկիլերը ստուգեն, այլ իրենք նախորոք մի քայլ առաջ անեն ու ասեն, որ ես օրինակ այսքան բան փոխանակ ասեն, ես SQL գիտեմ, այլ միտեղ ցույց տան, թե այդ SQL իմանալով ինչ են կարողացել սարքել, այդ կուժեղացնի իրենց որպես տեխնացու։ Իհարկե, առհասարակ CV-ին ինչքան մանրամասն լինի, հենց քո ասած ոչ թե SQL գիտեմ, այլ S եմ արել, կամ ոչ թե ղեկավարել եմ այսքան թիմ, այլ ղեկավարել եմ այսքան թիմ, S ինչը, այսքան բանով կրճատվել, օրինակ ծախս ինչ որ, հա, տոկոսային ամեն մեկը իր մասնագիտության համապատասխան, ինչքան այս կտորը մանրամասն լինի, նույն պորտֆոլիո գցեն, ինչ որ օրինակներ գցեն, պրոյեկտների մասին ինֆո լինի, այնքան հավանականությունը բնականաբար ավելի շատանալու է, որպեսզի CV-ն դիտարկվի։ Այդ թե մարդը կանցնի հաջորդ փուլ թե չէ, այդ ինտերվյուներից է կախված։ Հա, բայց ամեն դեպքում եթե երկու այլ հավասար պայմաններ ունենանք, մեկը պորտֆոլիոյով, մեկը չէ, այս մեկը ավելի ուժեղ կլինի, էլի։ Հա, եթե երկուսի մեջ համեմատություն փորձենք։ Եթե երկուսի մեջ համեմատություն դնենք, հա, բայց կախված է էլի CV-ից։ Այսինքն եթե օրինակ մեկը ուղղակի պորտֆոլիո է լցրել, բայց ունի ընդհանրենք 2 տարվա փորձ, կազմակերպությունը ուզում է 6+ տարվա փորձով մարդու, ու մարդը ուղղակի ուղարկել է CV 6+ տարվա փորձով եւ ինչ որ մանրամասներով, նայած ինչ ենք համեմատում, եթե կարճ։ Այստեղ էլ մի հատ էլի լավ բան հիշեցի, նախորդ ոդկասթներից մեջ Գորներ ասում, ինքը խորհուրդ էր տալիս, որ նույնիսկ եթե նայում են ինչ որ տեղ փորձում են դիմել, բայց տեսնում են իրենց համապատասխան չի, իրենք level-ով mid են, բայց senior-ը պահանջվում, ինքը ասում է ոչինչ, դիմեք senior-ի համար, եթե չստացվի, այդ կամպանիան առնվազն ձեր մասին կիմանա ու միգուցե հետո mid հաստիկ կբացվի, ձեզ կընդունի, այս արժի օրինակ անել թե չէ, արդեն հավաքագրողի տեսանկյունից, եթե դուք senior եք պահանջում, ձեզ դիմել են mid-եր, ոնց եք նայելու այս հարցին։ Միդերին չենք նայելու։ Չենք նայելու։ Անիմաստ է, անիմաստ է։ Մոտեցումը ճիշտ է, ինչի, որովհետև ցանկացած մարդով իր CV-ն ուղարկում է, ցանկացած կազմակերպություն, այդ կազմակերպությունում CV-ն պահվում է։ Այսինքն եթե այնտեղ կա օրինակ տեխնիկական հավաքագրող, ով ինչ որ օր աշխատելու է այդ հաստիքի վրա, ինքը առաջինը գնալու է իր դատաբազայի վրա, հնարավոր է գնա դիմի հենց այդ մարդուն։ Բայց երևի 90% դեպքերում չեն դիտարկելու այդ մարդուն։ Եթե ես մի քիչ կփոփոխեի խորհուրդը, կասեի, որ մարդիկ գնան գրեն HR-ներին կամ recruiter-ներին կամ CEO-ներին, նայած կազմակերպությունը քանի հոգանոց է, որ տեսել եմ, որ չկա քեզ մոտ հաստիկ, բայց ես այս ինչ մասնագետ եմ, եթե ինչ որ բան լինի, ես բացեմ։ Ու շատ դեպքեր լինում է, որ
մարդիկ հաստիկը բացում են, դեռ դրա մասին չեն հայտարարում։ Շատ հնարավոր է, որ հենց այդ պահը լինի այդ մարդու համար, որ միանգամից սկսեն իրան process անել։ Հա, հետաքրքիր է։ Իսկ այդպես լինում է նաև, որ հաստիկը ուղակի են բացում, բայց արդեն նախապես իմանալով, որ այսինչ մարդը կդիմի կանցնի, չգիտեմ, մի քիչ կարող է լավ չեմ ձևակերպում, բայց ձևական են բացում այդ հաստիկը։ Ու լավ փորձ չի, որովհետև հատկապես Հայաստանի շուկայում, որտեղ որ ինֆորմացիան մի օրում տեղ է հասնում ամենուրեք բոլորին, բացել հաստիկ ուղակի դատաբազա հավաքելու համար, որ ինչ որ օր կարող է մեզ պետք գա, շատ վատ փորձ է։ Համ տեխնացուի համար, համ կազմակերպության employer brand-ի համար, որովհետև երբ որ հենց պահը գա hiring-ի, կարող շատ դժվարանան ճիշտ մարդ գտնել։ Սա տենց դեպքեր էլ կան։ Արհեստական բանականությունը ինչ բերեց այս ոլորտ։ Հեշտացրեց ձեր գործը, դժվարացրեց։ HR-ում։ Հեշտացրեց, որովհետև այն գործերը, որ դու անում ես մանուալ, հիմա AI-ը լրիվ այդ կտորը վերցնում է իր վրա։ Շատ բաներ դեռ թեստինգի փուլում են, հա, օրինակ կան sourcing tool-եր, որոնք որ ունեն պոտենցիալ, լավն են, բայց դեռ լիարժեք չեն աշխատում։ Կան ինչ-որ մանուալ գործեր, որոնք որ լրիվ AI-ը վերցրել է, ու դու այստեղ կարողանում ես ավելի ստրատեգիկ HR-ի վրա կենտրոնանալ, ավելի բիզնեսին մոտ ժամանակ ունենալ, բիզնեսին մոտ աշխատել, այս առումով շատ լավ է։ Մարդկային գործոնը չի վերցրել։ Ես ինչ HR-ում եմ, միշտ լսում եմ, որ հեսա AI-ը գալու է ձեր գործը վերցնի, այս դեռ տեղի չի ունեցել, որովհետև դեռ AI-ը չի կարողանում այդ մարդկային կտորը բերել։ Չգիտեմ ինչ կլինի, կարող է 5 տարի հետո իրոք այդպես լինի, չեմ պատկերացնում։ Բայց այս պահին դեռ լիարժեք չի փոխարինում HR-ին։ Հեշտացրել է գործը միանշանակ։ Ինտերվյուների կողմից հանդիպել եք երբևէ fake ինտերվյուների, հա։ Հետաքրքիր է։ Հա, հանդիպել ենք fake ինտերվյուների, հանդիպել եմ նաև մարդկանց, ովքեր որ ընթացքում type են անում, չգիտեմ, GPT-ն ու կարդում են։ Հեշտ է տարբերելը։ Շատ երևում է։ Հիմնականում երևում է, որ մարդիկ պատկերացրու, որ սենց կարդան աչքերը գնում գալիս է, ամեն դեպքում երևում է ու շատ ավելի մոտիկից չէ, որ էկրանը։ Հետո կան մարդիկ, ովքեր չեն կարողանում այդ պահին պատասխանները փոխել ու զգացվում է, որ այդտեղ GPT-ը է խոսում, ոչ թե մարդն է խոսում, էլի տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր որ ուրիշի դեմքով, գիտես, deepfake-ը, հա, հենց այդ դրամաներ։ Այս դեպքերն են եղել, որ դրսի շուկայում, Հայաստանի շուկայում չեմ հանդիպել, լրիվ ուրիշ մարդ է միացել ինտերվյուին։ Հետաքրքիր է։ Միտթոլի մասին մի քիչ կպատմես։ Սիրով, իմ ամենասիրած թեման է իրականում։ Միտթոլը առաջին տեխնիկական հավաքագրման կազմակերպությունն է Հայաստանում 2016-ին է հիմնվել։ Միտթոլի անունը առաջ Mindzer, շատերը հենց այդպես կհիշեն, հետո մենք 2018 թվականի վերջին rebrand եղանք, նաև ավելի տարածեցինք մեր ծառայությունները։ Մենք օգնում ենք տարբեր կազմակերպությունների tech ոլորտում գտնել մասնագետների։ Սա մեր ամենավաճառվող, ամենաառաջին սերվիսն է, HR ծառայություններ ենք մատուցում, թե կազմակերպությունների, որոնք նոր են, HR չունեն, թե կազմակերպությունների, որոնք ունեն մենակ 17+ HR team։ Իրենց ինչով եք օգնում, ուղղակի խորհրդատվություն, թե նայած լինում է, որ հենց հավաքագրմամբ ենք օգնում, միշտ չի, որ մեծ թիմ նշանակում է ամեն ինչ ժամանակին կարողանալ անել, օգնում ենք աուդիտով, հա, երբեմն լինում է, որ մարդիկ ասում են մեզ մոտ մի բան այն չի գնում, պետք է հասկանալ ինչ է այն չի, այդ աուդիտը սովորաբար մենք ենք անում, օգնում ենք employer brand-ը լավացնել, նայած արդեն request-ից է կախված, նաև շատ կազմակերպությունների օգնել ենք Հայաստանում branch բացել ու շարունակում ենք այդ անել։ Ճիշտ է, պատերազմից հետո մի քիչ դժվարացել է Հայաստան
կազմակերպություն բերելը ավելի դժվար են գալիս, բայց միևնույնն է, այդ գործը շարունակում ենք Հայաստանի շուկայում։ Այդ կնպաստի հայերին պահել հայրում։ Հա։ Որ հարցնում էիր, գիտես ինչ-որ ծրագիր։ Պետական ծրագրեր գիտեմ։ Որ նշում էիր ամեն տարի ինչ-որ մի միտք ունենք, որ կրկնում ենք, հիմա օրինակ որն է այդ միտքը։ Այս պահին խոսում ենք գրուփինգից, խմբավորումներից աշխատաշուկայում կան աշխատավայրեր, որտեղ որ խմբավորումներ են լինում, երբ որ լինում է խմբավորում, լինում է ինչ որ մեկին բացառելու կտորը, exclusion-ը պարտադիր, որը որ ներառական չի։ Օրինակ մի քանի տարի առաջ խոսում ենք բազմազանության եւ ներառականության մասին, դրա մասին շարունակում ենք խոսել։ Գրեթե ամեն տարի նաև իվենթ ենք ունենում Adobe-ի հետ միասին այս թեմայի շուրջ։ Այս տարի խոսում ենք բամբասանքներից աշխատավայրում, ինչի են մարդիկ բամբասում, ինչից է գալիս այդ կարիքը, ինչ որ մեկի մասին բամբասելու։ Դա գալիս է։ Նայած, եթե դա արվում է ռեպուտացիան վնասելու համար, ապա հիմնականում X մարդը չի ուզում, որ Y մարդուն այս Z մարդը ճանաչի։ Ու նախորդ տալիս է նարատիվ, սա ստեղծում է տրամադրվածություն ինչ-որ մեկի նկատմամբ ու հիմնականում exclusion-ը սկսում, հա? Մարդիկ սկսում են այդ մարդուն ինչ-որ ձև ընկալել։ Եթե իհարկե չի հայտնվում մարդը, որ ճիշտ հարցեր է սկսում տալ ժամանակին։ Խմբավորումները հայկական շուկայում շատ են, ցավոք, որը որ բիզնեսի համար էլ լավ չի, որովհետև քո ամենալավ աշխատողը, top performer-ը կարող է հենց այս խմբավորման պատճառով աշխատանքից դուրս գա։ Ու խմբավորումը ճիշտ ղեկավարելը այդ ղեկավարության գործն է, էլի HR-ի գործն է, մենեջերի գործն է, որպեսզի կարողանա ճիշտ այդ ամեն ինչը կառավարել։ Կան ինչ-որ մեթոդներ ստրադեմ ղեկավարելու։ Մենք տրեյնինգներ ենք անում փակ տարբեր կազմակերպությունների համար, հենց այսօր story էի անում, որ ուզում եմ մի կտորը բաց սարքել, անվճար բաց փոքրիկ վեբինար լինի։ Հետևեք Տաթևի Instagram-յան էջին։ Որպեսզի տեսնեք ավելին։ Չէ, LinkedIn-ում էլ եմ գրելու։ Okay, LinkedIn-ում էլ։ Մենակ Instagram-ով չի լինելու։ Ամեն տարի մենք մեզ վրա այդ առաքելությունը վերցնում ենք ինչ-որ թեմայից խոսել։ Այս տարի մինչև տարվա վերջը դա լինելու, որ շուկան ավելի հասկանա ինչ-որ թեմայի շուրջ, սկսի մտածել, թեկուզ ինչ-որ մեկի մոտ որ լույս վառվի, նույնիսկ եթե պահին կարդում ես չես ընկալում, ենթագիտակցությանդ մեջ մնում է։ Հետո որ տեսնում ես, քեզ ծանոթ է լինում գոնե։ Սենց որ նկարագրում ես, իմ պատկերացնելով HR recruiter-ը ինքը շատ տարբեր սկիլներ ունեցող մարդ տեխնիկականից սկսած մինչև հոգեբանական, եթե ճիշտ մարդուն օրինակ բացահայտելու համար այդ հոգեբանական ունակությունները շատ կարևոր են։ Դու ո՞նց ընտրեցիր այս ուղին, ինչից սկսեցիր ու ո՞նց սովորեցիր այս մասնագիտությունը։ Շատ լավ հարց է։ Ես աշխատում էի հյուպատոսանում, որտեղ որ ամեն ինչ շատ լճացած էր ու իմ գոլեգաներից մեկը ինձ ասաց, ինչ ես կյանքդ վատնում, գնա HR սովորի, քեզ մոտ շատ լավ է ստացվում, վիզայի դիմող մարդկանց հետ էլ աշխատանքը սկրինինգ է, չէ՞։ Ու ինձանից ավելի փորձով մասնագետի ինձ ասաց, որ քեզ մոտ լավ է ստացվում, հələ ուսումնասիրի, տես քեզ դուր կգա, թե չէ։ Փաստացի ինքը ինձ սովորեցրեց HR, ու ես արդեն այդ ուղով շարունակեցի, սկսել եմ որպես onboarding մասնագետ, շատ եմ սիրել այն ինչ որ արել եմ այդ ժամանակ, հետո գնացել եմ դեպի HR, recruitment, հիմա էլի արդեն leadership ուղղությամբ եմ առաջ գնում։ Ինչի ընտրեցի, որովհետև սիրեցի այն ինչ որ անում եմ։ Ինձ համար շատ դժվար կլիներ անել մի բան, որը որ չեմ սիրում։ Ինձ դուր է գալիս մարդկանց հետ կոմունիկացիան, մարդկանց լսելը, ինչ որ օրինակ կազմակերպությունը որ գալիս է, ասում է ես խնդիր ունեմ ու չեմ հասկանում ինչ խնդիր ունեմ, բայց մեզ մոտ մարդիկ օրինակ չեն դիմում։ Անսահման սիրում եմ այդ process-ը, որ ուսումնասիրում ես, ու այդ խնդիրը գտնում ես, լուծումն ես գտնում, տալիս ես ու հետո տեսնում ես այդ կազմակերպության տրանսֆորմացիան։ Ինձ նաև դուր է գալիս 0-ից թիմ ստեղծելը,
Օրինակ կազմակերպություն է գալիս ու ասում է, որ եթե ես կարողանամ 10 հոգի թիմ հավաքել Հայաստանում, ապա Հայաստանում բրենչ կբացեմ ու քեզ վրա այդ պատասխանատվությունն է, որ եթե թիմը հավաքվի, ապա Հայաստանում բացվելու է legal entity, որտեղ որ վճարվելու են հարկեր Հայաստանին, աշխատատեղեր են բացվելու ու ինչ որ նոր բան է ստեղծվելու, շատ ինձ մոտիվացնում է այդ ամենը։ Կրթության մասին ավելի շատ կպատմես, եթե մարդ կա, որ հետաքրքրված է ուզում է դառնա ինքն էլ HR, tech HR, ինչ անի, ոնց սովորի։ Կուրսեր կան Հայաստանում, թե Միթլն անում, թե այլ կազմակերպություններ, տեխնիկական հավաքագրման կուրսեր են անում, ու նաև համալսարանում կա մագիստրատուրայի բաժին, ոչ հենց տեխնիկական հավաքագրում, ընդհանուր HR, որը որ բավականին լավն է, եթե դու ուզում ես HR-ով առաջ գնալ, կարող ես էլի բազային կրթություն ստանալ, հետո անցնել սերտիֆիկատների։ Շատ է տարբեր ուղղակի հավաքագրում եւ թեք հավաքագրում։ Բավականին, հա։ Նմանությունների իհարկե կան, բայց տեխնիկական հավաքագրումի ինքը լրիվ առանձին մասնագիտություն է, առանձին սկիլերով, որը որ պետք է սովորել ընթացքում։ Օրինակ, տարիներ առաջ 2016-ին Հայաստանի շուկայում գրեթե չկային տեխնիկական հավաքագրողներ, ու մենք նույնիսկ սկզբում անվճար շատ կուրսեր ենք արել ու մարդկանց սովորեցրել ենք տեխնիկական հավաքագրումը, ինչ որ պահից դա տրամաբանորեն դարձավ վճարովի, շատ շուտ չէ, 2018 թվականից է վճարովի դարձել, ու մարդիկ սկսեցին նոր մասնագիտություն սովորել։ Միթլում ով աշխատել է, հիմնականում 0-ից են սկսել։ Միթլի համար էլ է այդպես հեշտ, որովհետև դու ի սկզբանե սովորեցնում ես այն հիմքը, որով պետք է առաջ գնալ, եւ որ մարդը փորձ է ունենում, մի քիչ ավելի դժվար է համակերպվում նոր համակարգի։ Իմ ասածն էլ է այդ ջունիորների մասին, որ պետք չի վախենալ ջունիորներին ընդունելուց, հակառակը իրենք շատ ավելի ճկուն են լինելու, շատ ավելի մեծ պոտենցիալ են ունենալու հետո աճելու համար։ Մենք միշտ ջունիորների աշխատանքի վերցնում ենք, միշտ բիզնեսի այդ կտորը երբեք չի փոխվել։ Առաջին իսկ օրվանից վերցրել ենք աշխատանքի մարդկանց, ովքեր որ ընդհանրապես հավաքագրող էլ չեն եղել, 0-ից սովորեցրել ենք, ու թերևս մեր ամենալավ աշխատակիցներն են եղել մարդիկ, ու մենք որ 0-ից ենք հենց սովորեցրել այդ ամենը։ Հետաքրքիր է։ Եթե փորձենք ամփոփել, ինչ որ ընդհանրական խորհուրդ կխնդրեմ տաս մեր լսարանին, հատկապես նրանք, ովքեր փնտրում են գործ կամ բոլորս էլ կյանքի ինչ որ մի պահի հաստատ գալիս են այդ օրվան, որ փնտրում են գործ, ինչ անեն, որ չսխալվեն կամ չվախենան սխալվելուց։ Հասկանան, որ սխալվելը օքեյ է, failed interview-ն, ձախողված ինտերվյուն օքեյ է, փորձ է, պետք է գնալ հնարավորինս շատ ինտերվյուների, հասկանալ որտեղ դու բաց ունես, feedback ուզել, եթե կազմակերպությունը քեզ feedback չի տալիս, օրինակ տեխնիկական ինտերվյուն մերժվեցիր, ինչի։ Գնալ HR-ին կամ hiring manager-ին հարցնել, ինչի ինձ մերժեցիք, ոչ թե հարցակողական, այլ որպես feedback, որպեսզի կարողանաս ինքդ քեզ վրա աշխատել դրա վրա ու նորից փորձել։ Ես շատ լավ բան ասացիր հետ կարծիք ստանալու մասը։ Ես շատ դեպքեր եմ հանդիպել, անձամբ ես հանդիպել եմ, որ նույնիսկ հետ չեն գալիս։ Այսինքն հնարավոր է 2-3 փուլից հետո ուղղակի դու պատասխան չստանաս այդ կազմակերպությունից, դա կարելի է, չի կարելի չէ իհարկե, երբ որ նույնիսկ եթե մի հատ CV-ա ուղարկում մարդը քեզ, պետք է գնաս գրես, որ շնորհակալություն, բայց այս պահին համապատասխան չես օրինակ, որպեսզի մարդը չդնի սպասի կամ հասկանա, որ չես դիտարկել իրան։ Եվ որ առավել եւս ինքը քեզ մոտ գալիս է, ժամանակ է ծախսում, գալիս է քեզ մոտ ինտերվյուները անցնում, գոնե պատճառ, ինչի մերժվեց, ցանկալի է որ լինի։ Կան կազմակերպություններ, որոնք այդ պատճառը կտրուկ չեն տալիս, թե Հայաստանի շուկայում, թե դրսում։ Այստեղ մի քիչ դժվար է հասկանալը, ինձ թվում է, բայց այստեղ կօգնի ինտրոսպեկցիան։ Օրինակ վերհիշել, ինտերվյուի ժամանակ քեզ ինչ հարցեր են տվել, ինչ ես պատասխանել, ոնց ես պատասխանել, նայել պատասխանները, դու էլ ճիշտ ես ասել, սխալ ես, ուրիշ ինչ ձև կարող ես ասել։ Այս դեպքում այդ ինտրոսպեկցիան կարող է քեզ օգնել, որպեսզի դու հաջորդ ինտերվյուին արդեն ավելի ճիշտ պատրաստվես։ Մյուս կողմից էլ կարող եմ խնդիրը ոչ թե մեր մեջ էր, այլ համեմատության մեջ։ Մենք չգիտենք մյուս տեխնացուները ոնց են եղել, չէ՞։ Դրա համար հարցազրույցից կտրվել, չանցնել հարցազրույցը, ինձ թվում է երբեք խնդիր չի։ Հարցազրույցի գնալը միշտ պետք է։ Սանդղակի մասին է։
կազմակերպության սանդղակի մասին է, կազմակերպության adekvatության մասին է նաև, ինչքանով է ինքը շուկան լավ ճանաչում, ինչ որ խոսեցինք, դրա համար մտածել, որ մենակ ինձնից է, որ ես ինտերվյու չեմ անցնում, դժվար կլինի տենց առաջ գնալը, բայց հա, նաև կարող է լինի տեխնացուից։ Այդ կտորն էլ կա, այսինքն դա չենք բացառում, որ կարող է տեխնացուն իրոք ձախողի ինտերվյուն, ինչքան հասուն են լինում տեխնացուները, այնքան իրենք են առաջին ասում, որ ձախողել եմ։ Ջունիորների դեպքում իրենք պիտի կարողանան ինտրոսպեկցիա անել, չնեղանալ, չնեղվել, օքեյ է։ Ու ֆիդբեք ուզելն էլ ամոթ չի։ Ես հիշում եմ, ես իմ օրինակը կարող եմ ասել, որ երբ դեռ գործ էի փնտրում, այդ շատ տարիներ առաջ էր, մեծ կազմակերպություններից մեկը ինձ ասաց, որ տեխնիկական հավաքագրումը իմը չի։ Գնամ այլ ուղղությամբ, առաջի մի քանի ժամը իհարկե շոկային էր, հետո հասկացա, որ դա ֆիդբեքա, այդ մարդու ֆիդբեքն է իր աշխարհընկալմամբ ու դա չպիտի ինձ կոտրի։ Ֆիդբեքերը տարբեր կարող են լինել, ցանկացած ֆիդբեք կարող է լինել գիտելիք, որը որ պիտի օգտագործես քո օգտին։ Նույն կազմակերպություն արժի երկրորդ անգամ դիմել։ Իհարկե, բայց ոչ մի ամիս հետո։ Լինում են դեպքեր, որ մերժվում է մարդը, մի ամիս հետո էլի նույն հաստիկին դիմում է կամ նմանատիպ հաստիկի, չի դիտարկելու կազմակերպությունը այս դեպքում։ Մի տարի հետո, հա, ու ես այստեղ նաև խորհուրդ կտամ կազմակերպություններն էլ մի տարի հետո դիտարկեն մարդուն, որովհետև մեկ լինում է, որ մարդուն մերժում են, ասում են անգլերենը լավը չէր, մի տարվա մեջ շատ բան կարող է փոխված լինի, կամ տեխնիկական էս ինչ կտորը լավը չէր, իրոք մի տարվա մեջ կարող է ինչ-որ բան փոխված լինի։ Դրա համար հա, արժի դիմել։ Տաթև ջան, շատ շնորհակալ եմ, շատ ինֆորմատիվ էր ու հույս ունեմ իսկապես օգտակար կլինի լսարանի համար ու բոլորս թող գտնենք այն գործը, որը իրոք կսիրենք, ոնց որ քո LinkedIn-ի պատին հագրած։ Շնորհակալություն քեզ։ Ինչով զբաղվում ենք։ Լավերի համար շատ հավես էր։